Այժմ տեսնենք ինչ է սպասում աղեղնավորներին հաջորդ շաբաթ հուլիսի 12-ից 18-ը։ Ինչ է սպասում աղեղնավորներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր միայնակների համար, զույգերի համար, աշխատանք և ֆինանսներ։ Տեսնում եմ կայունության կարտը, ընդհանուր տրամադրությունը, ամեն ինչ սովորական, ամեն ինչ նորմալ է, ոչ լավ է, ոչ վատ է, ինչպես կար, այդպես էլ մնում է նույնը, ձեր տրամադրությունն էլ մնում է նույնը։ Իսկ թվում է ամեն դեպքում դուք մի քիչ նույնությունից ձանձրանում եք, բայց շատ մեծ լուրջ փոփոխություններ առայժմ չեմ տեսնում։ Համենայնպես այդպես եք մտնում շաբաթ։ Անձնականների համար տեսնում եմ ինչ-որ ճանապարհ, տեսնում եմ ինչ-որ որոշման առաջ եք կանգնացնելու։ Տեսնենք։ Գուցե ինչ-որ մեկին հավանում եք, վստահ չեք, արժի հետը շարունակել, լրջացնել հարաբերությունները, թե ոչ, հատկապես աղջիկներն են մտածում, ամեն դեպքում ինչ-որ որոշում պետք է կայացնեք, հարգելի միայնակ աղեղնավորներ, տեսնենք։ Տեսնում եք, ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում և տեսնում եմ երկու տուզ։ Եթե որոշում եք կայացնում, մտածում եք հարգելի աղջիկներ, պատասխանը միանշանակ այո, ճիշտ երիտասարդ է ձեզ համար, տեսնում եք, իրականում շատ լավ հարաբերություններ կունենաք, սա էլ տեսնում եմ արևը կլինի շատ հաջող։ Այսինքն եթե կա երիտասարդ, որ ձեզ ինչ-որ առաջարկություն է անում, դուք այնքան էլ վստահ չեք, որոշում եք կայացնելու, ես իրականում տեսնում շատ դրական երիտասարդ, շատ էլ խելացի, կարդացած, տեսնում եմ արև, այսինքն իրականում արժի շանս տալ, արժի փորձել։ Փորձը ասում են փորձանք չի, իսկ ես տեսնում եմ ոչ թե փորձանք չէ, իրականում շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, այսինքն իրականում եթե շանս տաք երիտասարդին եւ ինքներդ էլ ձեզ, հա, իրականում կարող եք շատ հետաքրքիր զույգ լինել։ Այսինքն միայնակ որոշ աղջիկներ, ովքեր կա տարբերակ, երիտասարդ ես տեսնում եմ արդեն կա եւ մտածում եք իրականում արժի իր հետ հանդիպել, չարժի, շարունակել, մտերմանալ, չմտերմանալ, ես շատ դրական կարտեր եմ տեսնում։ Կարտերի խորհուրդն է անպայման ժամադրվեք եւ տվեք երիտասարդին շանս։ Կարող է շատ լավ զույգ լինել ձեզ համար։ Ինչ եմ տեսնում զույգերի համար, տեսնում եմ լուսին, կասկածներ, վախեր, անհանգստություններ, նաև եթե հարաբերությունները այսպիսին սովորական կենցաղային հարաբերություններ են դարձել, շատ մեծ այսպես կիշկ չկա, սեր մեծ չկա, պարզապես նորմալ մարդկային հարաբերություններ են դարձել ձեր հարաբերությունները, եթե զույգ եք, ուրեմն ինչ-որ մի ժամանակ երևի ավելի ջերմ են եղել հարաբերությունները, ապա դրա համար էլ դուք ավելի անհանգիստ եք, որովհետև ձեզ այս վիճակը այդքան էլ դուր չի գալիս։ Անկախ նրանից դուք տղամարդ եք, թե կին։ Բավականին բարդ, ներողություն, բավականին բարդ կարտեր եմ տեսնում այստեղ։ Բավականին բարդ կարտեր եմ տեսնում հարգելի աղեղնավորներ, ովքեր զույգեր են։ Ես տեսնում եմ այստեղ կին իրեն մենակ է զգում։ Ես դամ զույգերի համար, բայց կինը մի տեսակ իրեն մենակ է զգում։ Գիտեք, ես կարծում եմ ամեն դեպքում իրենք զույգերը բավականին լավ էլ ընկերական շրջապատ ունեն կամ պարզապես իրար հետ շատ նորմալ հարաբերությունների մեջ են եղել, սկսել են հարաբերությունները, երևի իրենք ընկեր են եղել մինչև ամուսնացել են կամ զույգ են եղել, չգիտեմ, ընկերությունից է սկսել ամեն ինչ լավ է եղել, բայց հետո մի տեսակ ամեն ինչ կորել է։ Այդ միգուցե հենց սա կարտեր են հուշում, որ այ որ դուք ընկերական եք եղել իրար հետ, միգուցե դա եք կորցրել, դարձել եք պարզապես զույգ, որոնք
հարաբերությունները մի տեսակ շեղվել են, կարող եմ ասել, գիտեք։ Նախ միգուցե դուք առանձնապես շատ չեք շփվում, եթե շփվում եք, վիճում եք իրար հետ, վիճելի կարտ եմ տեսնում, կորել է, այսինքն այս ջեմ ընկերական հարաբերությունները, գիտեք, մարդիկ չէ, որ ամուսնանում են, նույնիսկ եթե ամուսնացած եք, կարող այստեղ ամուսնացած լինեք, կարող եք չլինել, բայց եթե դուք եղել եք շատ լավ ընկերներ, չգիտեմ, զվարճացել եք միասին, հիմա մի տեսակ ամեն ինչ փոխվել է, այդ ձեր մեջ այս ընկերական ջերմ հարաբերությունները, ընդհանուր հետաքրքրություններ եք ունեցել, ինչ է եղել, մի տեսակ հարաբերությունները փոխվել են, որտեղ այս ձեր ընկերական թեթև վերաբերմունքը իրար նկատմամբ փոխվել է, կորցրել եք մեկն ու մեկը, միգուցե լրջացել է ձեր հարաբերությունը կամ դուք եք լրջացել եւ մյուսը ավելի ընկերասեր է, չեմ կարողանա ասել, ուղղակի ձեր հարաբերությունները շատ այսպես ջերմ ընկերականից մի տեսակ փոխվել են եւ դուք եթե զրուցում եք, մի տեսակ ավելի վախենում եք զրուցեն, կարող է վեճի վերածվել եւ այդ գեղեցիկ հարաբերությունները շատ ջերմ ընկերական փոխվել են։ Ես տեսնում եմ, որ աղջիկը շատ մենակ է, ես չեմ տեսնում, որ ինչ-որ մեկը հեռանում է, բաժանվում են, անկեղծ ասած չեմ տեսնում այդպես կատեգորիկ ինչ-որ փոփոխություններ։ Ես տեսնում եմ, որ աղջիկը իրեն ուղղակի մենակ է զգում, շատ։ Մենակ է զգում, բայց փորձում է ինչ-որ մարդկանց հետ, կանանց հետ զրուցել։ Ես կարող եմ ասել, որ արգելի կին աղնավորներ, ամուսնացած, եթե հատկապես ամուսնացած եք, սխալ մարդկանց հետ եք զրուցում, անկեղծ ասած, ձեզ ոչ մի լավ խորհուրդ չեն տալի։ Շատ կասկածելի մարդիկ են, շատ կասկածելի։ Կանայք էլ, ում հետ էլ որ խոսում եք։ Իրականում սրտացավ են, բայց բացասական միայն ձեզ բացասական բաներ են ասում, անկեղծ ասած։ Եվ ոչինչ տեղից չի շարժվում։ Ձեր հարաբերությունները չեն լավանում, այսպես կարող եմ ասել, ոչինչ տեղից չի շարժվում։ Իսկ ում հետ էլ որ շփվում խորհրդակցում եք, ես չեմ տեսնում որևէ դրական, չէ, եթե խորհրդակցում եք, մարդը կարող է ձեզ ճիշտ խորհուրդ տալ դրական, դրանից պետք է ինչ-որ հարց լուծվի, իսկ ես ոչ մի հարց չեմ տեսնում լուծում է։ Սրանք շատ այսպես սկոլսկի են ասում, չէ, մի տեսակ լպրծուն մարդիկ են, սխալ մարդիկ են, դրանք ձեզ լավը չեն կամենում։ Աշխատեք շատ չկիսվել, ամեն պատահած, նույնիսկ եթե ձեզ բարեկամ ընկերուհի են ձևանում, ընկերուհիներ հատկապես, այնքան էլ սրանք ձեր բարին կամեցող մարդիկ չեն։ Շատ մի զրուցեք, որտեղ դա ոչինչ, ոչ մի հարց չի լուծելու։ Բացարձակ ոչ մի հարց։ Ամեն դեպքում ես տեսնում եմ տուն, այսինքն դուք տուն ընտանիք ունեք, սա երևի թե ամուսնացած զույգի մասին է ամեն դեպքում։ Դուք ձեր տան հոգսերը, ձեր կենցաղային հարցերով, ձեր երեխաներով եք երևի թե նաև զբաղված, ովքեր հատկապես երեխաներ ունեն։ Ես տեսնում եմ, որ ամեն դեպքում ոչինչ չի փոխվում։ Ես չեմ տեսնում հաջորդ շաբաթ ինչ-որ բան կարող է փոխվել։ Ես տեսնում եմ, որ կատեգորիկ ոչ մի դրա բան չի փոխվում, ելի եմ ասում, ընտանիք եք, ընտանիք մնում եք, դուք զբաղվում եք ձեր տնով, ձեր երեխաներով։ Պարզապես կարտերը խորհուրդն է՝ մի զրուցեք ոչ մի սխալ մարդկանց հետ, ոչ մի լավ բան ձեզ իրականում չեն ասում։ Ավելի բացասական են ամեն ինչ ներկայացնում։ Ես կդժվարանամ խորհուրդ տալ ինչ պետք է անել։ Ես ասում եմ, ինչ որ տեսնում եմ, ես տեսնում եմ, որ ինչպես կար հարաբերությունները, այդպես էլ մնում են, ավելի չեն վատանում, բայց չեն էլ լավանում։ Գիտեք, ամեն դեպքում եկեք մի քանի կարտել փորձեմ։ Չեմ ուզում այդպես տխուր նոտայով վերջացնել, բայց ես ձեր տրամադրությունից եմ տեսնում։ Դուք տխուր եք, մենակ եք ձեզ զգում, հարաբերություններն առանձնապես ջերմ չեն։ Փորձում եք մխիթարվել որոշ մարդկանց հետ կիսվելով, բայց իրենք իրականում ձեզ առանձնապես չեն էլ օգնում։ Ձեր դարդերին կարծես ավելի դարդ են ավելացնում։ Տեսնենք ինչ կարող ենք տեսնել։ Ինչ-որ մի դրական փոփոխություն, ինչ-որ մի դրական բան։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, գիտեք, շատ հետաքրքիր է։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, չեք պատկերացնի։ Տեսնում եմ արև, տեսնում եմ երեխա։ Գիտեք, նրանք հատկապես ամուսնացած են եւ ունեն երեխա կամ երեխաներ, կարտերը հուշում են, ես ինձնից չեմ ասում, կարտերը հուշում են, զբաղվեք ձեր երեխաներով, ներողություն, զբաղվեք ձեր երեխաներով։ Այսինքն ձեր կյանքի ջերմությունը երևի, եթե ձեր ամուսնուց ինչ-որ ժամանակ է ջերմություն չեք ստանում, գոնե ուշադրություն դարձրեք ձեր երեխաներին, շատ ժամանակ անցկացրեք երեխաների հետ։ Կենտրոնացեք ավելի շատ երևի թե ավելի շուտ դրա վրա։ Ես տեսնում եմ առնետներ, տեսնում եմ այստեղ նաև վեճերի կարտը, այսինքն այս բոլոր խոսակցությունները, խնդիրները, այս ձեր հարաբերություններում ինչ էլ որ կորել է, հետաքրքիր բաներ եմ տեսնում, կարտերը ցույց են տալիս, ժամանակավոր է հարգելնես, այս ամեն ինչը ժամանակի հարց է, ժամանակը միգուցե ամեն ինչ իր տեղը գցի, մարդկանց միջև լինում է, գիտեք, այսպես, ընտանիքը բավականին բարդ բան է,
Մանավանդ եթե երիտասարդ եք եւ մի քանի տարի ամուսնացած եք, ժամանակ ամեն ինչ տեղը կգցի։ Ես չեմ կարող ասել ինչ է եղել, ինչու է այդպես էր հարաբերությունները, կարտերը հուշում են, ես էլ ասում եմ։ Արևով ընկած է, որ ձեր կյանքում ամեն դեպքում կա շատ գեղեցիկ արև ջերմություն, դրանք ձեր երեխաներն են։ Պահպանեք ձեր երեխաներին, ժամանակ անցկացրեք, զբաղվեք ձեր գործերով, եղեք մայր, առայժմ ուրախացեք դրանով, մխիթարվեք նաև դրանով, իսկ ժամանակի հետ կորուստները եւ խնդիրները, վեճերը, ամեն ինչ իրականում ժամանակի հետ կհարթվեն, հարգելիներս, ինչ որ ժամանակ է պետք ամեն դեպքում, ոչ մի ես չեմ տեսնում այստեղ մեծ փոփոխություններ, ժամանակը չեմ կարող ասել ինչքան կարող է տևել, կարտերը ինչ ասում են, այն էլ ասում եմ, ամեն դեպքում ձեր կյանքում կային գեղեցիկ երեխաներ։ Աշխատանքում տեսնում եմ ինչ որ աշխուժություն, լուր է գալիս, նորություն է լինում, չեմ կարող ասել, եթե աշխատանք եք փնտրում, այստեղ կարող եմ այսպես ասել, որոշ եթե ձեր անձնականում ամեն ինչ նորմալ էր աղեղնավորների համար եւ անձնականում միայնակների զույգերի, ապա աշխատանքում էր ամեն ինչ կանգնած, հա, այսպես տեղից չէր շարժվում, իրականում 9-ը վերածում է սրտի 9-ի, այսինքն կարող եմ ասել, որ աշխատանքում կլինի աշխուժություն։ Աշխատանքում կլինի ակտիվություն եւ շարժ, փոփոխություն կլինի, ելի եմ ասում, եթե կանգնած էր աշխատանք չունեիք, չէիք գտնում կամ ձեր գործերում ինչ որ հարցեր ամեն դեպքում ձեր սրտով չէին, ես տեսնում եմ, որ փոփոխություն կլինի, մյուս կողմից ոչ միայն կարտերն ասում են աշխուժություն կլինի, այլև ձեզ էլ հուշում են, դուք էլ պետք է լինեք ակտիվ։ Այսինքն դիավորը տեսնում եք ինքը շատ, դիավորը ընդհանրապես ակտիվության, աշխուժության մասին է խոսում։ Այսինքն դու կարող եք փոփոխություն բերել, ինքներդ կարող եք անել։ Մի քիչ ավելի պետք է ակտիվ լինել, եթե աշխատանք եք փնտրում, մի քիչ ավելի ակտիվ եղեք, եթե աշխատանքում հաջողություն եք փնտրում, միգուցե մարդկանց հետ պետք է զրուցել, տեղյակ պահել, ամեն մարդ չգիտի, դուք ուզում եք բարձր պաշտոն, դուք ուզում եք ավելի պատասխանատվություն, չէ, մեկ-մեկ մարդիկ այսպես հարմարվում են աշխատանքին, հետո դժգոհ են, իրականում ակնկալիքներ ունեն, ոչինչ չի լինում, իսկ մարդիկ չգիտեն դուք ինչ եք սպասում, միգուցե գնաք զրուցեք ինչ-որ մեկին տեղյակ պահեք, դուք ինչ եք սպասում ձեր աշխատանքից, որովհետև ես շատ դրական կարտեր եմ տեսնում, տեսեք, տեսնում եմ, որ իրականում կարող է ինչ-որ հաջողություն լինել, ճանապարհը բաց է։ Ես չգիտեմ, այստեղ այս կոնֆլիկտը ինչու՞մ է կայանում, այսինքն ինչպես ես ասացի, տեսնում եք, կոնֆլիկտ եմ տեսնում, եւ այստեղ տեսնում զրույց է, ինչ որ ես արդեն ասացի, այսինքն երկու կողմից տեսնում եմ ճանապարհ, եւ իրականում հաջողության կարտ եմ տեսնում եւ տեսնում ձեր նպատակները։ Պարզապես կոնֆլիկտը կայանում է նրանում, որ մարդիկ չգիտեն, դուք պետք է բարձրաձայնեք, խոսեք, ասեք, ոչ մեկ ձեր մտքերը չի կարող կարդալ, ոչ մեկ չգիտի ձեր մտքում ինչ կա, ձեր սրտում ինչ կա, դուք ինչ եք ուզում, աշխատում եք, աշխատավարձը ստանում եք, բոլորին թվում է թե այդպես էլ պետք է լինել։ Եթե կան աղեղնավորներ, ովքեր ավելին են ուզում աշխատանքից կամ ավելի շատ գումար են ուզում, ավելի շատ պատասխանատվություն, պարզապես պետք է գնալ զրուցել։ Խնդիրը միակ խնդրեմը աշխատանքում նրանում է, որ դուք չեք խոսում։ Ոչ մեկի չեք ասում, ոչ մեկ էլ ձեր մտքերը չի կարդում, ոչ մեկ չի գալու ձեզ ինչ-որ բան նվիրի։ Պետք է պարզապես խոսել։ Եթե դուք աշխուժ լինեք, այ կարտերը հուշում են, աշխուժ եղեք, ակտիվ եղեք, գտեք ճիշտ մարդկանց հետ գնացեք զրուցեք, տեղյակ պահեք, որ դուք ինչ որ բան եք ուզում փոխել ձեր աշխատանքում, ձեր գործերում, երկու կողմից տեսնում եմ ճանապարհը բաց է, հարգելիներս։ Իրականում ձեզ հաջողություն սպասում է։ Միայն թե տեղյակ պահեք մարդկանց, թե դուք ինչ եք ուզում։ Սա ձեր ֆինանսները։ Ֆինանսներում տեսնում եմ ինչ-որ փոփոխություն, որը ձեզ կարող է շատ ուրախացնել, շատ դրական փոփոխություն։ Չգիտեմ ինչ եք անում, ինչ է լինում, ներողություն ֆինանսների հետ կապված, ամեն դեպքում շատ ուրախ կլինեք, շատ գոհ ձեր ֆինանսներից։ Շատ հետաքրքիր է, տեսնում եք ինչ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Իրականում սա ավելի սիրո թեմայից եմ տեսնում, քան տեսեք, շատ հետաքրքիր գեղեցիկ կարտեր եմ տեսնում ֆինանսների համար հարգելիներս, եթե ձեզ պետք էին ֆինանսներ, որովհետև ուզում եք ճամփորդել, սա ճանապարհորդելու կարտն եմ տեսնում, սա էլ տեսնում եմ երկու հոգի կին տղամարդ, երկու տուզ։ Այսինքն եթե երկուսով զույգ եք եւ ուզում եք ճանապարհ գնալ, ձեզ ֆինանսներ են պետք, չգիտեմ, երեխաներով թե միայնակ եք ուզում գնալ կամ ընդհանրապես 4-ով եք ուզում գնալ, երկու զույգ եք, բայց ամեն դեպքում ես այստեղ եմ զույգ տեսնում, այստեղ եմ տեսնում։ Շատ գեղեցիկ ճանապարհ կգնաք, ֆինանսական ոչ մի խնդիր չկա, եթե դրա համար պետք են ֆինանսներ, դուք ֆինանսները կգտնեք։ Շատ գեղեցիկ եմ տեսնում, երկու զույգ եմ տեսնում եք, շատ հետաքրքիր է։ Այսինքն ինչի համար էլ ձեզ ֆինանսներ պետք են, ում հետ հանդիպում եք, զրուցում եք, ֆինանսական ինչ հարցեր ունեք, ճանապարհի հետ, եթե ճանապարհն է հերվից է գալիս ձեզ ինչ-որ մեկից գումար եք ուզում, ձեզ գումար պետք է ուղարկեն, որովհետև ուզում եք ամուսնանալ, հա, զույգ կազմել,
Ես տեսնում եմ, որ ֆինանսական ոչ մի խնդիր չկա, շատ լավ կարտեր են, ասենք եթե ֆինանսներ ակնկալում եք, ձեզ չեն նեղացնի, ձեզ ֆինանսներ կգան, ումից որտեղից էլ որ ուզում եք, հեռվից էլ ձեզ, չգիտեմ, մոտակա ֆինանսական հաստատություններից էլ, ումից որ ֆինանսներ ակնկալում եք կամ ինչ որ ֆինանսներից ակնկալում եք հարգելներս, շատ հաջող կլինի հաջորդ շաբաթ։ Այժմ տեսնենք ինչ է սպասում այդ եղջյուրներին հաջորդ շաբաթ, հուլիսի 12-ից 18-ը։ Ինչ է սպասում եղջյուրներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, միայնակների համար անձնական հարցեր, զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Ինչ հետաքրքիր է հարգելի այդ եղջյուրներ, տեսեք։ Սիրտ եւ սիրող տղամարդ։ Շատ հետաքրքիր է, որոշ եղջյուրներ կլինեն տրամադրված շատ այսպես ռոմանտիկ, հատկապես երիտասարդները։ Ռոմանտիկ սիրային հարցերով եք զբաղվում, չգիտեմ, ընտրություն եք կատարում, առաջարկություն եք անում, ժամադրության եք կանչում, շատ գեղեցիկ է, դուք էլ շատ լավ տրամադրության մեջ եք։ Կամ եթե աղջիկ են եղջյուրը նայողը, ուրեմն ձեզ կա երիտասարդ, որ սիրում է, միգուցե սեր խոստովանի ձեզ։ Սա էլ միայնակների համար ճանապարհը բաց է։ Նրանք, ովքեր սեր էին փնտրում, ովքեր հավանում էին ինչ-որ մեկին, աղջիկ եք, տղա եք, նշանակություն չունի, ճանապարհը բաց է ցանկություններով, ես էլ տեսնում եմ երիտասարդը։ Այսինքն, եթե երիտասարդներն ու սիրարված են ուզում են աղջկան հրավիրել, ես տեսնում եմ ճանապարհը բաց է, այսինքն ամենայն հավանականությամբ աղջիկը ձեզ հետ կհանդիպի։ Ուզում եք սեր խոստովանել, ճանապարհը բաց է, կարող եք խոստովանել։ Նույնն էլ աղջիկներ։ Ամեն դեպքում ես 1-2 կարտեր հանեմ, սրանցով հանեմ, տեսնեմ։ Ճանապարհը բաց է, սիրարված երիտասարդին էլ տեսնում եմ միայնակների համար։ Տեսնենք ավելի մի բան կասեն կարտերը։ Հետաքրքիր գեղեցիկ կարտեր եմ տեսնում եմ գիրքը եւ տեսնում եմ ժամացույց, այսինքն փորձեք իրար մասին ավելի շատ բան իմանալ, ճանաչել իրար, այսինքն կա երիտասարդ, աղջկան հրավիրում է ինչ-որ տեղ, հա, ժամադրության, հանդիպելու, առաջարկում է իրար հետ ավելի մոտիկից շփվել, աղջիկներ, չգիտեմ, նույնիսկ եթե աղջիկներն առաջարկում տղաներին, նշանակություն չունի, ճանապարհը բաց է, կարտերը հուշում են, որ ժամանակի հարց է պարզապես, իրար ժամանակ տվեք, ծանոթացեք, շփվեք իրար հետ, դուրս եկեք, ժամադրության գնացեք, ընկերություն արեք, ժամանակի հետ ավելի շատ բան կիմանաք իրար մասին եւ ժամանակի ընթացքում կորոշեք։ Ես տեսնում եմ ճանապարհը բաց է, կարող եք շատ գեղեցիկ էլ հարաբերություններ ստեղծել, կառուցել, բայց մինչեւ զույգ լինելը դեռ ինչ որ ժամանակ է պետք։ Պարզապես պետք է հանդիպեք, շփվեք, որպեսզի կարողանաք ավելի լավ իրար ճանաչել։ Գիրքը նշանակում է ավելի շատ ինֆորմացիա, գաղտնիքներ են բացում, այո, պետք է իրար ավելի մոտիկից ճանաչեք, չէ՞։ Իսկ դրա համար պետք է ժամանակ։ Տվեք իրար այդպիսի հնարավորություն, աղջիկներ եւ տղաներ։ Շատ գեղեցիկ էր։ Իսկ զույգերի հարաբերություններում տեսնում են փոփոխություն։ Տեսնենք ինչ փոփոխության մասին է խոսքը։ Տրանսֆորմացիա նշանակում է ինչ որ բան կարող է փոխվել։ Որովհետև տեսնում եմ այստեղ սիրահարված սրտով երիտասարդին ավելի շուտ դա հուշում է, որ կլինի դրական փոփոխություն, տեսնենք։ Օհ, ես ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի աջեղջյուրներ, աստվածտա այսպես էլ լինի, տեսեք ինչ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Ասացի փոփոխություն կլինի, չէ, շատ գեղեցիկ փոփոխություն կլինի հատկապես այն զույգերի համար, ովքեր ինչ որ խնդիրներ ունեին իրար հետ, ինչ որ ժամանակ էր, մի քիչ նեղված էին իրարից, հարաբերությունները միգուցե կամ սառել էին կամ կանգնել էին, որտեղ իրականում խարիսխը նշանակում է կանգ, հարաբերությունները կանգնել էին, դուք զույգ եք, հա, բայց ամեն դեպքում հարաբերությունները կանգնել էին, ղարը 9-ը տեսնում եմ կանգնել էին եւ տեսնում եմ այստեղ կարմիր 9-ով իրականում դրական փոփոխություն, տեսեք ինչ գեղեցիկ կարտեր եմ տեսնում հարգելներս։ Գիտեք, այստեղ կարող եմ ասել, որովհետեւ այստեղ էլ եմ տեսնում ընդհանուր տրամադրությունը երիտասարդ տղա սրտով, այստեղ էլ եմ տեսնում տզովերի տղամարդ, այստեղ կախված է տղամարդուց, միգուցե աջեղջյուրը տղամարդն է տվյալ դեպքում, դե համենայն դեպս եթե տղամարդն է կարող եմ ասել,
Բանալին ձեր ձեռքում է եւ շանս կա իրականում ձեր կանգնած հարաբերությունները փրկելու, տեսնում եմ արև։ Այսինքն տղամարդը միգուցե ինքը իր համար պետք է ողջել վերջը ինչ է ուզում, սիրում է, չի սիրում, հարաբերությունները շարունակում է, թե չի շարունակում։ Որովհետեւ տեսնում եմ տղամարդն է նայում, այսինքն տղամարդու շնորհիվ կամ պատճառով է հարաբերությունները կանգնել կամ տղամարդու շնորհիվ էլ կարող են հարաբերությունները շարժվել։ Տղամարդուց է կախված իր հարաբերություններից եւ իր ներողություն որոշումից եւ իր զգացումներից։ Ինքը պետք է իր համար բանալին տղամարդն է եւ իր որոշումը։ Իսկ ես տեսնում եմ հարաբերությունները կանգնել էին տղամարդու ցանկությամբ եւ տեսնում եմ արևը ամենահաջող կարտն է։ Ես այստեղ էլ տեսնում եմ սիրտ, այսինքն հնարավոր է որևէ որոշ աջեղջյուրների հարաբերությունները, որ կանգնել էին, իրականում շարունակվեն եւ մարդիկ հաշտվեն, եթե անկախ նայած դուք ամուսնացած եք, թե ամուսնացած չեք, եթե ինչ-որ խնդիրներ կային ձեր անձնական հարաբերություններում, տղամարդիկ ունեն հնարավորություն հաջորդ շաբաթ իրենց հարաբերությունները շտկվելու եւ հաշտեցնելու եւ ավելի գեղեցիկ, հա, ժամանակ է սպասում ձեզ հարգելիներս, Աստված դա այդպես էլ լինի։ Աշխատանքում տեսնում եմ նոր աշխատանք, որը ոչ միայն ձեր սրտով է, որովհետեւ ձեր տրամադրությունը շատ բարձր եմ տեսնում, շատ ձեր սրտով է եւ պայմանագիրը կնքվում է, այսինքն աշխատանք եթե կար պայմանավորվածություն, ապա կոնկրետ պայմանավորվածությունը կկայանա, համաձայնագիր էր, կոնտրակտ է կնքում, չգիտեմ, նոր աշխատանք եք սկսում, փաստաթղթեր եք ստորագրում դրա հետ կապված, եթե մինչև այդ պարզապես խոսակցություններ էին, ապա կարծում եմ, որ կոնկրետ այս դեպքում արդեն կօրինականացվի ամեն ինչ եւ դուք կարող եք սկսել նոր աշխատանք։ Իսկ եթե աշխատանքի վայրում երկարաձգում եք ձեր պայմանագիրը, համաձայնությունը, չգիտեմ, ժամանակավոր աշխատանք էր, իրականում կարող է ժամանակավորը դառնալ մշտական։ Այսինքն ամրապնդվում են, այսպես կարող եմ ասել, ձեր դիրքերը աշխատանքի վայրում։ Այո, տեսնում եք, շատ ակրկիր կարտեր եմ տեսնում։ Տեսնում եմ այստեղ մարդիկ, միգուցե մարդիկ, ովքեր որոշումներ են կայացնում, եւ բանալին իրենց ձեռքում է, այո, ինչ որ որոշումներ կայացնում են։ Այստեղ կա եւ ամպեր են կուտակված, եւ ֆինանսական հարցերն են հաշվի առնում, այսինքն աշխատավարձի հարցն է քննարկվում, պայմաններն են քննարկվում, ամեն ինչին միանգամից համաձայնության չեք գալիս, բայց կա լուծում, բանալին գտնվում է, հարցերը լուծում են, բոլոր նոր հարցեր առաջանում են, բոլոր հարցերը կարելի է լուծել այսպես շատ գեղեցիկ եւ ի վերջո պայմանագիրը կնքվում է, համաձայնության գալիս եք։ Այսինքն նույնիսկ եթե աշխատանք ունեիք եւ ինչ որ բան էր փոխվում աշխատանքի վայրում, կախված ձեր աշխատավարձի, ֆինանսների հետ, գործի հետ, բնույթի հետ, ամեն դեպքում բոլոր հարցերը լուծվում են շատ դրական։ Տեսնում եք, հանդիպում եք, զրուցում եք, շատ բանակցում եք, շատ հետաքրքիր մարդկանց հետ եւ կարողանում եք իրականում համաձայնության գալ։ Աշխատանքի հարցում ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Սա է ձեր ֆինանսները, հարգելի աջեղջյուրներ։ Հոյակապ շաբաթ է ձեզ սպասում իրականում, շատ հետաքրքիր։ Սա էլ ֆինանսները, մեծ հաջողություն։ Ես ուրիշ ոչ մի կարճ չեմ հանի։ Ձեր տրամադրությունը այսպեսին է, պետք է ենթադրել, որ ձեր բոլոր ասպարեզներում ձեր տրամադրությունը պետք է լինի շատ բարձր, Աստված տա։ Ես տեսնում եմ, այստեղ տեսնում եք, գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Բոլորը կարմիր դրական մատանիով էլ տեսնում եմ, այստեղ ինչ որ հարց վերջնականապես լուծվում է, փակվում է, այսինքն պայմանագիրը կնքվում է։ Շատ գեղեցիկ, ձեր տրամադրությունը շատ բարձր է եւ միայնակների համար, եւ զույգերի համար, եւ խնդիրներ կային, պետք է հաշտվեն, հաշտվում են իրար հետ։ Եվ տեսնում եմ աշխատանքում պայմանագրերը կնքվում են, հաստատվում են, սա էլ ձեր ֆինանսները։ Հոյակապ շաբաթ է ձեզ սպասում, Աստված դա այդպես է լինի։ Հարգելի աջեղջյուրներ։ Ֆինանսական բոլոր հարցերում կլներ հաջողություն։ Ինչ հարցեր լինի ֆինանսների հետ կապված։ Մյուս կողմից, եթե աշխատանքի հարցը լուծվում էր, պայմանագիրները կնքվում է, ինչ է, նշանակում է ձեր ֆինանսներն էլ աշխատավարձն էլ կսկսի գալ։ Այժմ տեսնենք ինչ է սպասում ջրհոսներին հաջորդ շաբաթ, հուլիսի 12-ից 18-ը։ Բոլոր այն անհամբերների համար, ովքեր կոմենտ են գրում, կարտերը շատ երկար եք խառնում, հարգելիներս, ես պետք է խառնեմ։ Իմ հավեսի համար չեմ խառնում։ Էներգիա պետք է փոխվի։ Ես նայում եմ աջեղջյուրների համար, պետք է մի քիչ էներգիա փոխվի, որպեսզի կարողանամ տեսնել նոր մարդկանց համար բոլորովին այլ պատմություն։ Ես բոլոր գաղտնիքները չեմ բացելու։ Ընդհանուր տրամադրությունը ջրհոսների, միայնակների համար, անձնական հարցեր, զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Ֆինանսների երկու կարտ դուրս եկավ, ստիպված պետք է երկուսն էլ հանեմ։ Ես ինչ գեղեցիկ տրամադրության մեջ եք հարգելի ջրհոսներ։
Շատ գեղեցիկ։ Տղամարդիկ կան սիրահարված են, ուզում են սեր խոստովանել, առաջարկություններ անել, շատ լավ է։ Միգուցե աղջիկներն են գտել տղամարդու կամ երիտասարդի սիրահարվել են։ Ամեն դեպքում տեսնում եմ շատ սեր, հարգելի ջրհոսներ հաջորդ շաբաթ եւ բոլորիդ մաղթում եմ այսպես սիրո մեջ էլ լինեք։ Աստված տա։ Միայնակների դեպքում տեսնում եմ այստեղ գերանդի։ Գերանդ եւ դե միայնակ են, չեմ կարող ասել հարաբերությունները կտրում եք, միգուցե կտրվել են ինչ-որ մի ժամանակ, կտրուկ ինչ-որ բան է փոխվում, կտրուկ հանկարծ հայտնվում է ինչ-որ մեկը սրտի տզով կարող եմ ասել եւ դուք արդեն ձեզ միայնակ չեք զգում։ Տեսնենք։ Գերանդին ինչ է նշանակում միայնակների անձնական հարաբերություններում։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում իրականում, այդտեղ սրտի տուզն էի տեսնում, այստեղ տեսնում եմ սիրտ։ Ինչ խորհուրդ կարող են տալ ձեզ կարտերը հարգելի միայնակներ։ Կարտերը հուշում են, որ կարող է ձեր կյանքում իրականում փոփոխություն լինել դրական ուղղությամբ, հարգելի միայնակներ, անկախ նրանից ջրհոսները կանայք են թե տղամարդիկ, տեսեք ինչ հետաքրքիր խորհուրդ են տալիս կարտերը։ Գիտեք, առաջ խաղացում լինելու համար ես տեսնում եմ, որ դուք իրականում փորձեր անում եք, այնպես չի, որ տան նստած եք, սպասում եք, ոչինչ չեք անում, սպասում եք իրեն ձեր կյանքում անձնականում մի բան կփոխվի։ Ես տեսնում եմ, որ դուք անում եք, նախ ուզում եք, որ ինչ-որ բան փոխվի, երկրորդը տեսնում եմ բավականին օնլայն շփվում եք, բավականին էլ հիասթափություններ ապրում եք, կարտերը խորհուրդ են տալիս ոչինչ մի նայեք դրան, առաջ խաղացում ամեն դեպքում պետք է, ձեզ հաջողություն սպասվում է, ես երկու գեղեցիկ կարտ եմ տեսնում, հատկապես հաջորդ շաբաթվա համար, սա ձեր տրամադրություններ, ձեր ցանկություններն են, սա էլ սրտով վերջանում է։ Կարտերը հուշում են եւ օնլայն շփվեք, եթե նույնիսկ հիասթափվում եք, որոշների շփվում եք, թողնում եք, հեռանում են, նաեւ գնացեք դուրս մարդկանց հետ ֆիզիկապես էլ շփվեք, միայն օնլայն մի շփվեք։ Տեսնում եք, այստեղ տեսնում եք նամակագրական կապեր, տեքստ եք անում, ոչ, գնացեք մարդկանց հետ դուրս, նաեւ դուք գնացեք ժամանցի վայրեր գնացեք, հետաքրքիր վայրեր գնացեք, տնից դուրս, որպեսզի կարողանաք դրսում էլ մարդկանց հանդիպել։ Կարող եմ ասել, որ բոլոր տարբերակներն էլ փորձեք, ես կարծում եմ ջրհոսները այնպիսի մարդիկ են, իրենք նորամուծություններ սիրում են, իրենք հաստատ տարբերակները կարող են օգտագործել։ Ամեն դեպքում ձեզ հաջողություն սպասում է, ես շատ սրտեր եմ տեսնում, բայց տեսնում եմ սրտեր ձեր տրամադրությունը եւ վերջում, այսինքն այս բոլոր տարբերակներն են փորձել, այն ջրհոսներ, ովքեր միայն փորձում են տեքստերով կամ օնլայն մարդկանց հետ շփվել, կարտերը հուշում են, որ նաև կան այլ տարբերակներ, ժամանցի վայրեր գնացեք, ավելի շատ տնից դուրս եկեք, ձեզ կտրվի հնարավորություն, հույսով ինչ-որ մեկի հետ հանդիպեք հարգելիներ, ձեզ պետք է տեսնեն, պետք է նաև ձեզ ցույց տակ, չէ, աղջիկներ եւ տղաներ, որպեսզի ինչ-որ մեկը ձեզ գտնի։ Ինչ եմ տեսնում զույգերի համար տեսնում եմ հետաքրքիր փոփոխություն, միգուցե ուզում եք ճանապարհ գնալ կամ միգուցե երեխայի եք սպասում, բացահայտում եք ձեզ համար, որ երեխա եք ունենալու, երկու տարբերակներ կարող է լինել։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում հարգելի ջրհոսներ։ Այստեղ տեսնում եմ աղջիկ, այստեղ տեսնում եմ երկու տղամարդ։ Մի տղամարդը բարկացած է, մեկը շատ երջանիկ։ Այսինքն այստեղ կա երկու տղամարդ, որ սիրում են մի աղջկա, ներողություն, կամ երկու երիտասարդ են կամ երկու միջին տարիքի տղամարդ, մի կնոջ ոչ մի նշանակություն չունի։ Տեսնում եմ, որ ընտրությունը աղջկա ձեռքում է, աղջիկը պետք է, ես կարծում եմ, որ աղջիկը երևի թե ժամադրության կարտ եմ տեսնում, ինքը երևի երկուսի հետ էլ կհանդիպի, կշփվի, մեկին չի հավանի, մյուսին կհավանի։ Բայց ես զույգերի համար եմ նայում, այսինքն գիտեք, չգիտեմ, միգուցե նախկինն է, աղջկա նախկինը գալիս է մի քիչ անհանգստացնում է, բայց ես տեսնում եմ, որ օքեյ, մի րոպե սպասեք, ես փորձեմ մի քիչ փորձեմ ավելի ուշադիր նայել, ես առաջին տպավորությունը ինչ որ տեսա, ասացի, կարող եմ, լավ, շարունակեմ, առաջին տպավորությունը ինչ որ ստանում եմ։ Աղջիկ ինչ որ մեկին սիրում է եւ միգուցե նախկին մի երիտասարդ գալիս է, փորձում է ինչ որ վիճել, խանգարել, բայց ես տեսնում եմ աղջիկը իր ընտրությունը կատարել է իրականում եւ ինքը կմնա այս նոր երիտասարդի հետ եւ մյուսին կմերժի։ Մյուս կողմից, եթե կարող եմ ասել, այստեղ փոփոխության կարտով
Միգուցե նախկինը վերադառնում է եւ սերը խոստովանում եւ իրենք ուզում են հաշտվել, այդպես էլ կարող է լինել։ Այդպես էլ կարող է լինել, հասկանում եք, կարող է լինել այնպես, որ աղջիկը նոր երիտասարդի է սիրում, նախկինը գալիս վիճում է, բայց ամեն դեպքում չի կարողանում ոչինչ անել։ Մյուս կողմից կարող է այնպես լինել, որ նախկինը, որի հետ վիճել էին, հա, վերադառնում է եւ իրենք նորից հաշտվում են իրար հետ, նորից սիրում են իրար։ Հնարավոր է, այդպես էլ է, որտեղ տեսնում եմ աղջիկ ժամադրություն, տեսնում եմ այստեղ փոփոխություն։ Էլ ինչ կարող եմ տեսնել, փորձում եք ինչ-որ էլ, որտեվ ես այստեղ նաև հղիկին էի տեսնում ճիշտն ասած, փոփոխություն, այսինքն կարող է կինը պարզել հանկարծ, որ հղի է։ Ու եթե հղի է կին, ջրհոս կին, որը ունի միգուցե աղջիկ ունի, տղա էր ուզում չէր ունենում, հաջորդը եթե ունենա, տղա երեխա կունենա։ Այդպես կարող եմ ասել, միգուցե պարզում եք հղի եք եւ երեխա եք սպասում, տղա է երեխա եք սպասում, որտեվ աղջիկներ ունեք, տղա չունեք, միգուցե այդպես էլ կարող է լինել։ Բայց ամեն դեպքում ամեն շատ դրական եմ տեսնում, հարգելիս, ես կոնֆլիկտի կարտը մի քիչ այսպես ինձ խանգարում եմ իս գեղեցիկ կարտերի մեջ, բայց ես վերջում ամեն ինչ տեսնում շատ լավ, շատ սիրառատ, ես տեսնում եմ այստեղ էլ տեսնում եմ սրտի տուզը, տեսնում եք, տեսնում եմ սրտի տուզը, տեսնում եմ կին ամեն դեպքում, եթե հղիության հետ կապված լիներ, կարող եմ ասել, որ արգելի զույգեր, եթե էլ եմ ասում աղջիկ ունեք, աղջիկներ ունեք, տղա երեխայի եք սպասում, չէր լինում, դրա համար եք նեղվում, եթե հղիանակ, տեսնում եք, տղա երեխա եմ տեսնում, այսինքն եթե հղիանակ պարզվի հղի եք, կամ պարզեք հանկարծ մի շաբաթ, որ հղի եք եւ տղա երեխայի եք սպասում, ես սրտանց կամենում եմ, ինչ որ տեսնում եմ, այն էլ ասում եմ, հարգելներս։ Բայց էլի եմ ասում, եթե այստեղ սիրո պատմություն էր նաև, որ մի աղջկան սիրում են երկու երիտասարդ, կամ մի երիտասարդը ինչ որ փոխվում է հանկարծ, հասկանում է, որ վիճելով հարց չի լուծում, չի ուզում աղջկան կորցնել, գալիս է նորից էլ սիրում են իրար հաշտվում են, դե շատ գեղեցիկ է։ Իսկ եթե աղջիկը մերժում է նախկին երիտասարդին, որովհետև նորին է գտել, էլի ես տեսնում շատ ջերմ սիրառատ հարաբերություններ։ Ամեն դեպքում ինչ փոփոխություն է լիներ ջրհոսների համար, զույգերի համար, ամուսնացած կամ չամուսնացած, ես տեսնում եմ ամեն ինչ շատ դրական ավարտ կունենա։ Աշխատանքի վայրում տեսնում եմ էլի պայմանագիր է կնքվում, այսինքն ինչ որ համաձայնության են գալիս։ Եթե նոր աշխատանքեր կամ ժամանակավոր աշխատանքեր կարող է դառնալ մշտական, եթե պայմանագրեր պետք է կնքեիք, նոր աշխատանքի անցնեիք, ձեզ աշխատանքի կվերցնեն, պայմանագրերը կկնքվեն, փաստաթղթեր կստորագրվեն։ Տեսնենք էլ ինչ կասեն կարծեր աշխատանքի հետ կապված։ Ես տեսնում եմ ամեն դեպքում աշխատանքի վայրում ինչ որ խնդիրներ միգուցե եղել են, այսինքն դուք ինչ որ ընտրության առաջ եք կանգնած եղել, գիտեք, կարող եմ ասել միգուցե ուզում եք գործից դուրս գալ կամ պայմաններն եք ուզում փոխել, որտեղ սա ես տեսնում եմ ձեզ, դուք ինչ որ որոշման առաջ ճանապարհի մեջտեղում, այսինքն ուզում եք գործի կամ մնում եք կամ գնում եք։ Այստեղ տեսնում եմ երկու հոգի աշխատանքի վայրից, միգուցե այդ պայմանագիրը նորոգելու դուք նոր պայմաններ եք ուզում, որպեսզի մնաք, շարունակեք իրենց համար աշխատել։ Այստեղ փորձում եք իսկենը խորամանկել, այս մեկը ինչ որ պայմաններին համաձայն չէ, բայց ես տեսնում եմ, որ պայմանագիրը կնքվում է եւ դուք հաջողության հասնում եք։ Այսինքն, եթե ինչ-որ պայմաններ եք ուզում թելադրել, եթե ձեզ իսկապես ուզում են աշխատանքի, իսկ ես տեսնում եմ, որ ուզում են ձեզ պահպանել աշխատանքի վայրում, ուզում եք ինչ-որ բան փոխել ձեզ համար, նոր պայմանագիր կնքել, նոր պայմաններով, միգուցե նոր աշխատավարձով, իրականում ձեզ հաջողություն է սպասվում։ Նույնիսկ եթե սկզբում մի քիչ իրենք վիճում են եւ ամեն ինչին համաձայնության սկզբում չեն գալիս, ես տեսնում եմ երկու կարտով եւ վերջնական համաձայնության գալիս եք, սա հաջողության կարտը։ Դուք ձեր նպատակին կհասնեք ինչ էլ որ ուզում եք, հարգելներս։ Այժմ տեսնենք ֆինանսներում եւ երկու կարտ դուրս եկավ։ Հետաքրքիր է։ Ես տեսնում եմ աշխատավարձ, գիտեք, այսպես տեսնում եք, որտեղ պայմանագիրը տեսնում եմ կնքվում էր, պայմանագիրը կնքվում էր համաձայնության գալիս եք, ձեր աշխատավարձում, ձեր դիրքը միգուցե բարձրացնում են, պայմանները փոխում եք, դրանից ավելի կայունանում է ձեր աշխատանքը եւ ավելի շատ աշխատավարձ են տալիս, որտեղ ֆինանսներում տեսնում եմ նորություն։ Երեխա, այսինքն նորություն։ Եթե դուք երկրորդ աշխատանք եք փնտրում, չկապեմ աշխատանքի հետ առանձին պարզապես երկրորդ աղբյուր եք փնտրում ֆինանսների աշխատավարձից բացի, ես տեսնում եմ, որ ձեզ գումարներ կգան, այսինքն երկրորդ աղբյուր, ինչ էլ ուզում եք անել, կողքից էլի գումարներ վաստակելու, ես իրականում տեսնում եմ, որ կարծես թե կկարողանաք, տեսնենք։ Շատ հաջող եմ տեսնում, հարգելներս,
Կարտերը հուշում են զրուցեք, բանակցեք, մարդկանց հետ շատ շփվեք, շատ բանակցեք, ձերպեսի ձեր նպատակներին հասնելու համար։ Նամպերը կուտակված են ամեն ինչ միանգամից ձեզ պարզ տեսանելի չի լինի, խոչընդոտ չեմ տեսնում։ Ուղղակի ձեզ համար ամեն ինչ սկզբում կարող է պարզ չլինել, որտեղ պետք է շատ զրուցել, բանակցել, տեսնում եք, սա տեսնում եմ 8, սա տեսնում եմ 8, զրուցում եք, անհասկանալի հարցեր կան, ավելի շարունակեք բանակցել։ Ճանապարհի կեսին մի մնացեք, որովհետև նույնիսկ բոլոր ամպերը ցրվելուց հետո տեսնում եմ հաջողություն ճանապարհը բացվում է, ֆինանսները գալիս են։ Եթե երկրորդ աղբյուր եք փնտրում նոր ֆինանսների աղբյուր եք փնտրում կգտնեք, եթե նոր աշխատանքի եք տեղավորվել, ձեր ֆինանսները կշատանան, ձեզ ավելի դուրս կգա։ Այսինքն ավելի շատ գումար կստանաք։ Միգուցե պայմանները դառնում եք, դուք նոր պայմանագիր եք ընկնում, որտեղ ուզում եք ձեր աշխատանքում ձեր ֆինանսներն ավելացնել, ես տեսնում եմ, որ հաջողության հասնում եք եւ ֆինանսներում էլ տեսնում եմ, որ դուք հաջողության հասնում եք, բայց հաջողությունը գալիս է ճիշտ բանակցելուց։ Ինչպես կզրուցեք մարդկանց հետ, ինչպես կկարողանաք բանակցել, ըստ դրա էլ կկարողանաք հաջողության հասնել, հարգելիներս։ Բավականին լավ շաբաթ էր նաև ջրհոսների համար։ Տզով սկսվեց, շատ գեղեցիկ էր եւ շատ էլ տեսնում էի այս կարտը ձեր բոլոր ասպարեզներում, հարգելի ջրհոսներ։ Տեսնենք այժմ ինչ է սպասվում ձկներին հաջորդ շաբաթ, հուլիսի 12-ից 18-ը։ Ինչ է սպասում ձկներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, միայնակների անձնականը, զույգերի անձնական կյանքը, աշխատանք եւ ֆինանսներ։ Շատ հաճախակի եմ այս կարտը տեսնում ձկների, հատկապես ձկների համար, հետաքրքիր է։ Տեսնում եմ այստեղ աշխատող մարդ, որը աշխատավարձ ստանում է, շատ հարմար է զգում իրեն իր աշխատանքում, ես չգիտեմ, ձեր վերադասի հետ կարող է խոսակցություն ունենաք, կարող է ինչ-որ մասնագետ լինել, սա իմիջայլոց, բժիշկ կարող է լինել, ես չեմ կարող, իրավաբան կարող է լինել, ոստիկան կարող է լինել, չգիտեմ, ամեն դեպքում ինչ-որ մեկը կլինի, բայց ես ոչ մի բացասական բան այստեղ անկեղծ ասած չեմ տեսնում։ Ձեր գործերի հետ կապածով լինի մասնագետում պետք է դիմեք ինչ հարցերով, կդիմեք, ձեզ կօգնեն, ձեր հարցերը կլուծեն, հարգելիներս։ Ամեն դեպքում, եթե աշխատանքի հետ կապված, դուք շատ հանգիստ եք զգում ձեզ աշխատանքի վայրում։ Տեսնում եմ խաչմերուկ ճանապարհ միայնակների հետ։ Միայնակները ինչ-որ որոշում պետք է կայացնեն։ Միգուցե ինչ-որ մեկը կա, ձեզ հավանում է, առաջարկում է հանդիպել, մտածում եք հանդիպեմ, չհանդիպեմ, արժի, չարժի, տեսնենք։ Էս ինչ հետաքրքիր կարտ։ Օ, էս ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Հետո էլ ասում են մեկ-մեկ կոմենտներում շատ եք խառնում։ Այդքան խառնում եմ, տեսեք ինչ կարտեր եմ տեսնում, հարգելի ձկներ։ Արժի սրանից ավել ինչ որ բան ասել։ Դուք հաստատ զույգ կարող եք գտնել հաջորդ շաբաթ։ Ինչ մտածում եք, չգիտեմ, ինչ եք մտածում, մի մտածեք, արեք, քայլ արեք։ Տղաներ, աղջիկներին հրավիրեք, տեսնում եմ տղա, տեսնում եմ աղջիկ, առաջին տղան է, տղաներ, պետք է քայլ անել։ Իրականում աղջիկը, որի մասին մտածում եք, հանդիպենք, չհանդիպենք, արժի, չարժի, իրականում կարող ձեր կյանքի ընկեր լինել, ի վերջո դե մի շաբաթ հաստատ չեք ամուսնանա, բայց իրականում կարող եք նախ զույգ լինել, կապվել իրար հետ, իսկ ինչը դա հետագայում կարող է տանել ամուսնության։ Եթե կա այդպիսի տարբերակ, 3 տուզ եմ տեսնում։ Բավականին հաջող է ձեր ընտրությունը, անպայման շփվեք, կանչեք ժամադրության։ Աղջիկներ, եթե ձեզ երիտասարդ, որի մասին դուք չգիտեք, ուտե տղամարդը արդեն գիտի կնոջը, արդեն հավանել է, իսկ աղջիկը միգուցե դեռ տեղյակ չէ։ Աղջիկներ, գնացեք անպայման, գնացեք ժամադրություն։ Եթե հատուկ մարդուն դեմ չեք, հա, եթե ոչ մի այդպես խանգարող հանգամանք չկա, ես շատ գեղեցիկ 3 տուզ եմ տեսնում, հարգելիներս, 3 տուզ։ Հաջորդ շաբաթ որոշ միայնակ ձկներ կարող են իրականում իրենց համար զույգ գտնել։ Տեսնում եմ նաև աշխուժություն զույգերի կյանքում, այսինքն դուք ինչ որ աշխուժություն եք մտնում, սպորտով եք զբաղվում միասին, ուզում եք ինչ որ միասին գնալ, չգիտեմ, լողի եք գնում միասին, չգիտեմ, ինչ գործող ինչ են անում, ես ուղղակի անգլերենով կարող եմ ասել, հայերենով չգիտեմ ճիշտ բառերն ինչպես կարող եմ ասել։ Մարդիկ միասին, չգիտեմ, խաղեր են խաղում, ինչերի են մասնակցում, ինչ են անում, ուղղակի շատ աշխուժ ու շատ ակտիվ եք։ Ջիմ եք գնում միասին, սպորտով եք զբաղվում, ինչ եք անում, չգիտեմ, ամեն դեպքում զույգերի կյանքում կա ինչ որ աշխուժություն։ Լավ է, լավ չի, երբ որ զույգերը ձանձրանում են իրար հետ, բայց երբ որ իրենք ինչ որ գործերով, ինչ որ զբաղմունք, հետաքրքրություններ ունեն միասին,
Դա զույգերին իրականում շատ զույգերի համար կարևոր, ավելի ամրացնում է իրենց հարաբերությունները։ Ընդ որում զույգերը կարող են լինել եւ ամուսնացած եւ չամուսնացած։ Ինչ որ ասեցի, արդեն ասեցի, հարգելիներս, մեկ կարտով ինչ կարողացա ասել, բայց մյուս կողմից էլ ինչ եմ տեսնում զույգերի համար։ Դե ինչ հետաքրքիր է, ես շատ եմ տեսնում խնդիրներ հղիության հետ կապված, շատ եմ տեսնում, չգիտեմ, ինչու այդպես մտքիս հենց առաջին դա է գալիս։ Դե ինչ որ գալիս է, ինչ որ տեսնում, այն էլ ասում եմ։ Իրականում այստեղ տեսնում եմ լավ լուր է գալիս, աշխուժություն, չգիտեմ, լուր է գալիս դրական ինչ որ։ Վաղուց սպասում էիք լուրջ փոփոխություն չէր լինում, կինը փորձում էր հղիանալ, չէր ստացվում։ Միգուցե այստեղ կտրուկ հանկարծ, չգիտեմ, ինչ որ մեկի հետ զրուցում եք, մեկ ինչ որ այսպես խորհուրդ է տալիս, միգուցե բժշկուհի է, ինչ եմ կարող ասել, ինչ որ հիմնարկությունում տեսնում եմ եւ տարբերակ եք գտնում, որտեղ կարող եք գնալ, ձեզ մասնագիտական օգնություն կարող են ցույց տալ եւ իրականում ձեր երազանքների ճանապարհը բացում է, այսինքն միգուցե տարբերակ գտնեն ձեզ օգնելու։ Կոնկրետ ինչ որ տեսնում եմ, ինչ որ կլինիկա եք գնում, ինչ որ մեկը ձեզ օգնում է եւ տեսնում եմ, որ լուրն էլ գալիս է, այսինքն եթե արդեն գնացել եք, արել եք, կարող է բարձվի ձեզ համար հանկարծ, որ հղի եք, չնայած փորձեր եղել են եւ տեսնում անհաջողություններ սկզբում եղել են։ Դե եթե հղիության մասին այստեղ խոսք չկա, մարդիկ կարող են անգամ ամուսնացած չլինեն։ Գիտեք, ես տեսնում եմ այստեղ տեսնենք ինչ եմ տեսնում այստեղ։ Ասում եմ, չէ, առաջի կարտով ինչ որ լուր է գալիս, աշխուժություն է մտնում եւ հատկապես լուր է, սա լուրի կարտն է, ինչ որ նորություն է գալիս։ Ես տեսնում եմ իրականում լուր սպասում էր, կինը այստեղ սպասում էր։ Միգուցե հերվից էր սպասում, միգուցե ամուսինը գործուղման է գնացել, գործերով, աշխատանքով, չգիտեմ ինչ է եղել, ամեն դեպքում տեսնում եմ ինչ որ լուրի սպասում եք եւ լուրը չէր գալիս։ Ես տեսնում եմ մի շաբաթ ամեն դեպքում ինչ որ լուր կգա։ Բայց ես տեսնում եմ ինչ որ բան կորում է, գիտեք, ես չգիտեմ, ինչ որ մեկ աշխատանք է կորցնում, ինչ է լինում, ես այստեղ կդժվարանամ ասել։ Ես ոչ մի բացասական բան չեմ տեսնում։ Գիտեք ինչ կարող եմ ասել, չգիտեմ, լուրը սպասում էիք, եթե հերվի տարբերակը մեկն եմ ասում, որ եթե սպասում էիք ամուսինը աշխատում էր, հերվում էր վաղուց, ինչ որ լուր չէր գալիս, ինձ թվում է ինքը աշխատանքը կորցնելու է եւ կորցնելու է վերադառնալու է տուն։ Այսինքն ձեզ լուրը կգա, որ իրականում փորձում է աշխատանքը կորցրել է արտերկրում, որտեղ էլ որ աշխատում է եւ փորձում է նոր աշխատանք գտնել եւ նույնիսկ այսպես փորձում են միգուցե առաջարկություններ անել, բայց ես տեսնում եմ, որ իրականում մարդը վերադառնում է տուն։ Տեսեք, տանկարտն եմ տեսնում, աստղերով ճանապարհը բացում է։ Այսինքն դա տարբերակ կարող է լինել մեկը։ Իրականում մարդը եւի լուր չէր ուղարկում, որովհետեւ վստահ չէր գործերն ինչ են լինում։ Իսկ ես երկու կարտ եմ տեսնում բացասական, այսինքն ինչ որ մեկից աշխատանքը կտրվում է։ Միգուցե կինը ուզում էր գնալ ամուսնու մոտ, որտեւ ամուսինը երկրից դուրս էր աշխատում, կամ միգուցե, չգիտեմ, քաղաքից, գյուղից, շրջանից, ինչպես կարող եմ ասել, հեռու էր մի քիչ աշխատում, կինը միգուցե ինքն էր ուզում ամուսնու մոտ գնալ, իսկ իրականում ստացվում է, որ ամուսինը աշխատանքը կորցրել է եւ իրականում ամուսինն ինքն է ետ գալիս տուն։ Կարող է այդպես լինել։ Որտեւ տեսնում եմ, այստեղ լուրը գալիս է, այստեղ էլ եմ տեսնում, որ լուրը գալիս է, այստեղ էլ եմ տեսնում լուրը գալիս է եւ իրականում մարդը գալիս է տուն, սա էլ ձեր աստղերով դուք միանում եք, ձեր հարաբերություններում խնդիր չեմ տեսնում։ Ես տեսնում երևի թե ինչ-որ մեկը պարզապես տնից հեռու էր։ Տեսնենք էլ ինչ կարող եմ տեսնել, այստեղ էլ ինչ լուր է գալիս։ Այլ ինչ կարող եմ այստեղ տեսնել հարգելի ձկներ։ Գիտեք, ամեն դեպքում կարող եմ ասել, ես չգիտեմ այստեղ ինչի մասին է խոսքը, բայց ամեն դեպքում տեսնում եմ կինը լուրի է սպասում։ Նստած եք լուրի սպասում եք, բայց իրականում լուրը բավականին ժամանակ չէր գալիս, կային պատճառներ։ Եվ ով որ լուրը չէր ուղարկում, որովհետև ինչ որ կորուստներ կային, չեմ կարող ասել ինչի հետ է կապված այս կորուստը։
մարդիկ ձեզ լուր չէին ուղարկում, դուք անհանգիստ էիք, բայց իրականում դուք այստեղ կապ չունեք։ Ով որ ձեզ պետք է լուրն ուղարկեր, իրենց կյանքում ինչ որ կորուստ է եղել, չեմ կարող ասել ինչ են կորցրել, ում են կորցրել, բայց ձեզ հետ անձամբ ոչ մի կապ չունի, որտեղ ես տեսնում եմ ի վերջո լուրը գալիս է։ Լուրը գալիս է, զրուցում եք, չգիտեմ, ինչ-որ մեկը գալիս է տուն, տան հետ կապված ինչ-որ հարցեր ունեք, ինչի մասին է խոսքը, լուրը ինչի մասին է, ես կդժվարանամ ասել ճիշտն ասած։ Միգուցե ինչ-որ մեկը ուզում է ձեզնից տուն գնել, բայց որովհետև իրենց կյանքում ինչ-որ կորուստ է եղել, ֆինանս են կորցրել, մարդ են կորցրել, անհաջողություն է եղել եւ ձեզ լուրը չէին ուղարկում, բայց ի վերջո գործակալի միջոցով հա առաջարկությունը կգա եւ իրականում ձեր գործը կկարողանաք ավարտին հասցնել, այդպես կարող եմ ասել, եթե ինչ-որ մեկը այսպես տան արխիվաճառքի հետ խնդիր ուներ։ Եթե տնից տեղափոխվելու խնդիր կար, մարդիկ կորուստ ունեին, ձեզ լուր չէին ուղարկում, պատասխան չէին տալիս, բայց ի վերջո տեսնում եմ, որ պատասխան կգա, լուրը կգա, ամեն դեպքում լուրը գալիս է, ինչ-որ մեկից է գալիս, ինչ-որ անձ է, որը գործակալ է, կարող է դնել, չգիտեմ, ով է, որ օգնում է ձեզ, խորհուրդ է տալիս, տան հետ կապված հարցեր են, ճանապարհը բացվում է, իսկ ճանապարհը բացվելու համար, հարցը լուծվելու համար պետք է լուրը գար, լուրն էլ չէր գալիս։ Ես տեսնում եմ, որ իրականում հաջորդ շաբաթ լուրը կգա։ Հարգելիներ, մի քիչ բարդ իրավիճակ էր, ես մի քանի տարբերակով ասեցի, հույսով եմ ում վերաբերում է իրենք հասկացան ինչի մասին է խոսքը, որտեղ ինձ համար այնքան էլ հասկանալի չէր։ Ես այստեղ տեսնում եմ կոնֆլիկտի կարտը աշխատանքի հետ կապված։ Հիշում եք, այստեղ սկզբում ասում էի տեսնում եմ արջ աշխատանքի հետ է կապված, կարող է կոնֆլիկտ ունեք ձեր վերադասի հետ կամ կոնֆլիկտ ունեք մեկի հետ դիմում եք ձեր վերադասին, ինչպես սկզբում ասեցի։ Ամեն դեպքում ինչ որ աշխատանքի հետ կապված խնդիրներ կան կամ աշխատանքի վայրում ինչ որ մեկի հետ։ Աշխատանքի վայրում խնդիրներ կային, տեսնում եք, երկու բացասական կարտ, երեքն ավելի շուտ, երեք բացասական կարտ եմ տեսնում։ Ինչ որ կոնֆլիկտներ կան, ինչ որ խնդիրներ կան, ինչ որ նպատակ ունեք, չեք կարողանում հասնել։ Միգուցե մարդու հետ չեք վիճում, չնայած ես տեսնում եմ մարդ եւ տեսնում եմ վեճ, բայց ամեն դեպքում եթե ինչ որ մեկը պետք է ձեզ օգներ, լուր եք սպասում, պետք է ձեր գա, ձեր համակարգիչը փչացել է, չի աշխատում, հա, պետք է ձեր գործը շարունակեք, պետք է գա ձեր IT մարդը, հա, որը պետք է գա համակարգչի խնդիրները լուծի, չի գալիս, չի լուծում, ինֆորմացիա չկա, ձեր գործերը կանգնել են։ Դուք դիմում եք ձեր վերադասին, վերադասը գալիս է, հարցերը լուծում է, որտեղ եթե ձեզ չեն պատասխանում, վերադասին պաշտոնով մեկին հաստատ կպատասխանեն, շատ ծանոթ երևույթ է։ Մյուս կողմից էլ եմ ասում, եթե ինչ-որ խնդիրներ կան, ինչ-որ մեկի հետ կոնֆլիկտի մեջ եք կոնկրետ, ընդ որում նամակագրական կապով հաղորդակցում եք, ձեզ կոպտում են, դուք եք կոպտում, չգիտեմ, եւ ինչ-որ խնդիր է առաջանում, ձեր վերադասին պետք է դիմեք, կարտերը խորհուրդ են տալիս, դիմեք ինչ-որ մեկին պաշտոնով, որը կարող է ձեզ օգտակար լինել եւ ձեր հարցերը շատ լավ կլուծվեն։ Բոլոր խնդիրները կլուծվեն, բայց ինչ որ մեկի միջոցով աշխատանքի վայրում, հա, ինչ որ մեկի շնորհիվ կկարողանան ձեր խնդիրները իրականում ոչ մի աշտարակետ չի քանդվի։ Նույնիսկ եթե ձեզ թվա, որ այս հարցին լուծում չեք կարողանում, դուք ինքներդ չկարողանաք հարցը լուծել, ձեր վերադասը կգա եւ հարցը ձեզ համար շատ լավ ձևով կլուծի, հարգելի ձկներ։ Տեսնում եմ ֆինանսների հետ կապված օց։ Ինչ է նշանակում օցը ֆինանսների հետ կապված, տեսնենք, ներողություն, միգուցե կարտերը հուշում են, դե օձը իմաստուն կենթանի է, այսինքն միգուցե պետք է ճիշտ տնօրինեք ձեր ֆինանսները, հարգելի ձկներ, կարտերը ձեզ պարզապես ուզում են խորհուրդ տալ, տեսնենք։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի ձկներ, ձեր ֆինանսներում կարող եմ ասել, որ մի քիչ պետք է ավելի, չգիտեմ, իմաստուն լինել, տարօրինակ էլ հնչում է, իմ ականջները տարօրինակ հնչում, կամ միգուցե ինչ-որ մեկը կա, ինչ-որ մեկը խելացի, որը ֆինանսներից հաշվապահությունից հասկանում է, կարող է լինել, չգիտեմ, ձեզ հետ ինչ-որ մեկը, թե ձեր ֆինանսերը ինչ-որ հաշվապահ է տնօրինում, չգիտեմ, ինչ-որ մասնագետ կա, որ ձեզ ինչ-որ ֆինանսական հարցերով խորհուրդ է տալիս, օգնում է, շատ իմաստուն, բանիմաց կին եմ տեսնում։ Կարող է լինել տղամարդ, կարող է լինել մասնագետ։ Տեսնում եմ, որ ձեր ֆինանսները կանգնել էին, չեն շարժվում, եմ ասում, դա կարող է պարզապես լինել, որտեղ բավականին լրացուցիչ ծախսեր ունեիք, կամ դուք եք շատ ծախսում, կամ պարզապես այդպես է ստացվել, որ բավականին վերջերս ծախսեր եք ունեցել։ Ես տեսնում եմ իրականում փոփոխության կարտը, այսինքն ամեն ինչ կփոխվի։ Եթե ֆինանսները կամ կանգնել էին, կամ շատ էիք ծախսում,
դրա համար ինչ-որ մեկից խորհուրդ եք հարցնում միգուցե, ինչ ֆինանսական հարցեր կան, միտեսա կանգնել էին ֆինանսները։ Իրականում տեսնում եմ դրական փոփոխություն եւ կլինի մեկը, որ ձեզ այդ հարցում կօգնի։ Իրականում շատ լավ կարտեր եմ տեսնում, այո, ես այստեղ եմ տեսնում, մասնագետ եմ տեսնում, որ ձեզ ինչ-որ առաջարկություն է անում։ Գիտեք, ինչ-որ պայմանագիր, ինչ-որ համաձայնության մասին է խոսքը այստեղ, խոսում եք, զրուցում եք, այստեղ էլ տեսնում եմ մասնագետ։ Եթե դուք ֆինանսների հետ կապված հարցեր ունեիք, ասինքն ձեր գումարները պակասում են, միգուցե ինչ-որ հարց ունեք լուծելու, ձեզ լրացուցիչ գումարներ են պետք, իսկ գումարները չկան, եւ ձեզ պետք է փոխել իրավիճակը։ Այդ դեպքում միգուցե դիմում եք մասնագետի, դիմում եք վարկի համար, բանկերի եք դիմում, ում եք դիմում։ Տեսնում եմ, որ այստեղ այո, ինչ-որ համաձայնագրի մասին է խոսքը, խոսում եք, զրուցում եք, սա էլ մասնագետը, իրականում գումարները գալիս են, սա գումարների կարգն է հարգել, սա էլ աստղերով ճանապարհը բաց է։ Այսինքն դուք ձեր նպատակին կհասնեք։ Զրուցեք, շփվեք մասնագետի հետ եւ տեսնում եմ, որ իրականում լավ էլ մասնագետ է։ Ես այստեղ եմ տեսնում սկզբում, որ ասում եք, չէ, սկզբում ինչ որ մասնագետի հետ կարող եք շփվել։ Կարող է եւ իրավաբան, եւ ոստիկան, եթե իրավաբանական հարցեր, եթե հաշվապահական ֆինանսների հետ է, սա կարող է լինել հաշվապահ։ Ամեն դեպքում ձեզ եւ աշխատանքի վայրում վերադասը կարող է օգնել եւ ֆինանսներում կարող էր էլի մասնագետ օգնել։ Այսինքն կարտերի խորհուրդն այն էր անշաբաթ, որ եթե դուք ինչ-որ հարցեր կա, որ ինքնուրույն չեք կարողանում լուծել աշխատանքի ֆինանսների հետ կապված, դիմեք մարդկանց, ովքեր կարող են ձեզ օգնել։ Միշտ չի, որ ամեն ինչ պետք է դուք ինքներդ փորձեք անել, անպայման դիմեք ինչ-որ մեկից, այս շաբաթ ձեզ համենայնպես կլինեն մարդիկ, որոնք շատ ուրախ կլինեն եւ իրականում երկու դեպքում էլ հաջողության եք հասնում, ինչ-որ մարդկանց մասնագետների միջոցով։ Իսկ ես ձեզ սրտանց կամենում եմ։